հայտարարագրման համար պահանջվել է դայտին, դրա համար եկել դիմել էի։ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության մարզային ստորաբաժանումները վերջին ամիսներին աշխատում են ծանրաբեռնված։ Անձնագրային բաժանմունքներում հաճախ են հերթեր գոյանում։ Հարյուրավոր քաղաքացիներ ամեն օր դիմում են տարածքային սպասարկման բաժիններ նույնականացման ID քարտ ստանալու։ Այն խիստ անհրաժեշտ է տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացում։ Հայտարարագրման ժամկետներն անփոփոխ են, սահմանված մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ը։ Մենք ազնագրերը ստանալու ենք էի։ Վերջին 10 տարում նույնականացման քարտերի համար ամենաբարձր դիմելությունն արձանագրվել է 2024 թվականին։ Հանրապետության 160,000 քաղաքացի հասցրել է ստանալ այն անցած տարի։ Իսկ 2025 թվականի առաջին 5 ամիսներին արդեն տրամադրվել է ավելի քան 101,000 նույնականացման քարտ եւ նույն ինտենսիվությամբ գործընթացը շարունակվում է։ Միայն Գյումրի 2 սպասարկման բաժնում այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է դիմելիության գրեթե կրկնակի աճ։ Եթե 2024 թվականի հունվար-մայիսին ձևակերպվել է 1171 քարտ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում թիվը հասել է 1901-ի։ Ավելացող հոսքի հետ մեկտեղ որոշ խոչընդոտներ ևս եղել են։ Ուշացումների հիմնական պատճառը տեխնիկական է, սարքավորումների պակաս է, ինչը եւ ժամանակավորապես ազդել է քարտերի թողարկման ժամկետների վրա։ Ուշացումները պայմանավորված են եղել միայն ու միայն տպագրական գործընթացի դանդաղեցմամբ, ինչը պայմանավորված է եղել վերազինման աշխատանքներով։ Թարմացվել է տպագրական սարքերի լազերային համակարգը։ Նախապես աշխատակիցները զանգում են տվյալ դեպքում քաղաքացիներին, իրազեկում են, որ դեռ նույնականացման քարտը բաժնում չէ, ստանալու պես անպայման կիրազեկենք, որպեսզի կարողանաք մոտենալ անձնագրային բաժին եւ ստանաք ձեր նույնականացման քարտը։ Հայաստանի քաղաքացի ցանկացած տեղ ես նույնականացման քարտը գործեմ։ Հիվանդանոց բժշկի ոբշը տարբեր տեղից թերմերգություններ։ Մի քիչ ուշացան, զանգեցին, որ չգաք, որ հասակով մարդ ենք չգանք նեղություն, զանգեցին եկեք տարեք պատրաստա։ Նույնականացման քարտերի առանձնահատկությունն այն է, որ դրանք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներքին անձնագիրը եւ դրանք կիրառվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում տարբեր գործարքներ կատարելու, հաստատությունների սպասարկում ստանալու, բանկային եւ իրավական ընթացակարգեր իրականացնելու համար։ Դրանք պարտադիր են տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացում։ Շփոթմունքներ երբեմն առաջանում են, երբ քաղաքացիները փորձում են ID քարտերը օգտագործել որպես սահմանի հատման փաստաթուղթ կամ վիզա ձևակերպելու հիմք։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության բաժինները հստակեցնում են, միջազգային ճամփորդությունների համար անհրաժեշտ եւ կիրառելի են միայն 821 նմուշի անձնագրերը։ Պիտի նույնականացման քարտի հետ մեկտեղ 821 նմուշի անձնագիր ունենան Վրաստան մեկնելու համար, հիմնականում սահմանի նոր իմանում են, որ բացի նույնականացման քարտից նաև պետք է վավեր 821 նմուշի անձնագիր ունենան։ Կարող են իրենց հետ չտանել իհարկե սահման, սրա առավելությունը դա է, սակայն բնակչության պետական ռեգիստրի բազայով պիտի վավերականության ժամկետ ունենա անձնագիրը, որը նաև տեսնում են սահմանապահները։ Սա արված է այն դեպքերի համար, երբ որ քաղաքացին իր մոտ չունի նշված անձնագիրը, օրինակ դեսպանատանն է գտնվում, բանկում է գտնվում եւ ունի նույնականացման քարտ, որով կարող է սահմանը հատել։ Այսինքն երկուսի արկայությունն է անհրաժեշտ, սակայն մեկի այդ պահին գործածությունը։ ID քարտ ստանալու համար սահմանված պետական վճարը կազմում է 3000 դրամ։ Այն անվճար է երկու խմբի համար՝ անապահովության նպաստ ստացող քաղաքացիների եւ 16 տարին լրացած անձանց, ովքեր առաջին անգամ են ձևակերպում անձնագիր։ Քաղաքացիներն ազատ են ընտրելու սպասարկման բաժինը։ Միակ բացառությունը հասցեում գրանցման կամ դուսկրման դեպքերն են, որոնք իրականացվում են միայն տվյալ տարածքը սպասարկող ստորաբաժանումներում։ Այս դեպքում հնարավոր կուտակումներից խուսափելու եւ սպասարկման հոսքերի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ներդրվել է հիբրիդային համակարգ, որը թույլ կտա քաղաքացիներին նախապես հերթագրվել առցանց։ Օնլայն հերթագրում ունենում ենք, սակայն ավելի շատ նախընտրում են քաղաքացիները կենթանի հերթով սպասարկվել։ Պատահում են դեպքեր, երբ քաղաքացին կոնկրետ ժամի համար ունի օնլայն հերթագրում, մոտենում է ծառայությունը ավելի շուտ, ըստ էության պիտի 15 րոպե շուտ ակտիվացնի օնլայն հերթագրման կտրոնը, սակայն երբ մոտենում է ավելի շուտ ու այդ պահին չունենք ծանրաբեռնվածություն, նորից կենթանի հերթով սպասարկում ենք իրականացնում, երկար չի սպասում։ Տարեկան եկամուտների հայտարարագրման եւ էլեկտրոնային ստորագրությամբ գործարքների համար օգտագործվող ID քարտերը էլեկտրոնային կրիչով ունեն PIN եւ PUK կոդեր, որոնք տրվում են միայն քաղաքացուն։ Այս կոդերը եզակի են եւ կորցնելու կամ մոռանալու դեպքում վերականգնման հնարավորություն չկա։ Սակայն եթե կոդերը քաղաքացին մոռացել է, ապա քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Քաղաքացին կարող է ներկայանալ վավերական նույնականացման քարտով ցանկացած բջջային օպերատորի ակտիվացնելու բջջային էլեկտրոնային ստորագրությունը, որը թույլ կտա անխոչնդոտ մասնակցել էլեկտրոնային հայտարարագրման գործընթացին։ Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։